ինձ հիանալի իմ սիրելի աղջիկներ, որին ես սիրել էի 8-րդ դասարանից, նա 5-րդ դասարանում էր եղել։ Պատերազմում սպասեց ձեզ։ Մինչև պատերազմ։ Մինչև պատերազմ։ Պատերազմից հետո մենք արդեն աշխատեցինք երկուսով իրար հետ, տուն ստեղծեցինք, հորմոր պահեցինք, մեր զավակներին պահեցինք, մեծացրինք։ Քանի տարի եք միասին ապրել։ Միասին ապրել ենք 53-54 տարի։ Մինչև 75 տարի կեսը նա ապրեց, բայց դաժան այդ շաքարի հիվանդությունը ախտը նրան տարավ։ Պատերազմից հետո սկսեցի աշխատել ուսուցչությամբ։ Աշխատեցի մի տարի այն վերևի գյուղը Գեղարքունիքում, այնուհետև տեղափոխվեցի հայրենիք Սարուխան, արդեն ամուսնացած էի, 40 տարի մոտավորապես դպրոցում ուսումնական մրցի վարիչ ու դիրեկտոր եմ աշխատել։ Ոչ մեկի հետ խռով չեմ մնացել։ Դե դիրեկտորը ուսումնասիրը խռով մնացին ու կորացին։ Նրանք պիտի ոչ մեկի հետ խռով չլինեն։ Ես աշխատել եմ 100 ուսուցչի հետ։ Դպրոցը շատ մեծ էր, 1624 աշակերտ ուներ, 6 հատ առաջի դասարան էր, ամեն մեկում 34-32 աշակերտ։ Ես բոլորի նկատմամբ բարի եմ եղել։ Դպրոցում 40 տարի բանը դիրեկտորի ուսումնասիր եմ եղել, այդ վարչական աշխատանք է, բայց ես աշխարհագրության մասնագետ եմ եւ աստղագիտության մասնագետ եմ եղել։ Իմ առարկաները լավ եմ մատուցել երեխաներին, դրանք շատ լավ գիտեն, շատ լավ սովորել են։ Խիստ ուսուցիչ եք եղել, պահանջկոտ։ Ես գիտեք ինչ կա, սովորաբար աշխարհագրությունը այդ առարկան շատ գեղեցիկ ու լավն է, շարժուն առարկա է։ Դրա իմացողները ես մարդ գիտեմ, որ 10-րդ դասարանում էր սովորում, բայց ամբողջ քարտեզը անունները քաղաքների անունները անգել գիտեր։ Էդ էլ լավ է, լավ բան է, լավ աշխարհագրությունը լավ առարկա է։ Խիստ եք եղել։ Որ աշխարհը ճանաչում են, լավ են ճանաչում։ Խիստ եք եղել երեխաների հանդեպ, ձեր երեխաների, դպրոցի երեխաների։ Խիստ եմ եղել, պահանջկոտ եմ եղել ավելի շուտ։ Բայց այն որ Տեր Թոտիկի դպրոցում եղել, այդպիսի դպրոց չեմ ունեցել երբեք։ Ֆիզիկականը մեկ-մեկ ապտակել եմ, բայց պետք չէր էլի, գուցեև, բայց մեկ-մեկ պետք է, որ ասում են, եթե ապտակը մեկ-մեկ տեղին է լինում։ Որ հետ գնաք, մի 40 տարի հետ գնաք։ Որ հետ գնամ։ Որ հասնեք 60, ինչ կփոխեք։ Իհարկե, եթե հետ գնանք, կարող է իմ կյանքը ամբողջովին այլ կերպ դասավորվի, որտեղ ես իմ թերությունները, իմ կյանքի թերությունները լրիվ զգացել եմ, որն է թերին, որը չպիտի լիներ, այո, ես լավ արել եմ։ Որը պիտի չլիներ։ Եթե նորից 60 տարեկան լինեիք։ Եթե 60 տարեկան լինեի, հնարավոր է, որ ուսուցչությունը մնար էլի։ Հնարավոր է, որ մի քիչ ուժեղ մտածեի, լուրջ մտածեի, այդ լուրջը չի եղել։ Ես պատկերացնում եմ, որ սովետական կարգերը ավետ կմնան, այդ դա իմ սխալը եղել։ Վերջի շրջանում 97 տարեկանում, մոտավորապես 99 տարեկանում 3 հատ աշխատություն, 3 գիրք գրեցի։ Մեկը ճանապարհից փշանքներ, կյանքի ճանապարհից պատարիկներ։ Երկրորդ գիրքը երկրորդ էլի պատարիկներ կյանքի ճանապարհից, իսկ երրորդը դա որդուս զավակիս հետ կերպասած թորանս երեխայի կորուստի համար էր։ Նա զոհվեց 44 օրյա դաժան պատերազմում հոկտեմբերի 30-ի մի քանի օր էր մնացել, որ պատերազմը ավարտվեր։ Նա կրտսեր սերժանտ էր, հրթիռային հրետանու հրամանատար էր։ Նրա ընկերները շատ են գոհում նրան, որ դա շատ մարդավարի մարդ էր եղել։ Հիմա չկա նա, որի շատ էի սիրում, թորից թորն էր, իմ Հակոբը, որը 7 օր չապրեց պատերազմի միջև ավարտը։ Շատ եմ սիրել, հիմա էլ սիրում եմ, որ շատ շնորհքով էր, շատ բարի էր, աշխատասեր էր, լավ երիտասարդ էր, լավ տղա էր։ Իմ ամենացավոտ տեղը
որ կյանքում շատ եմ ցավացել, դա եղբայրս է եղել, որը մահացել է 26 տարի ինչ բոլորած 2 ամիս դեռ կար, ուներ մի աղջիկ ընդամենը 6 ամսական, որ հիմա տատիկ է, սուշուի է, վաստակաշատ։ Շատ հարազատ մարդկանց կորուստները վերապրել եք։ Ինչպես մարդիկ վերապրեն դժվարությունները, կորուստները։ Դժվարությունը ես կարողացել եմ հաղթահարել, բայց մեկ էլ չի հաղթահարվել, որովհետև կներեք բալաջան։ Պատահել է, որ զայրանաք, հունից դուրս գաք։ Այո, ջղայնանալը շուտ եմ ջղայնացել, ներվային վիճակ ապրել եմ, բայց շատ դեպքում այդ վիճակով ես ինձ եմ վնաս հասցրել, քանց թե դիմացին։ Երբ զգացել եմ, որ այդ մարդը այդքան է կարողանում անել, դրանից ավել չի կարողանում, բայց ես պահանջում եմ ավելին, դա իմ սխալն է։ Ամեն մեկից պիտի պահանջես այնքան, ինչքան կարող եմ, ինչքան նրա ուժը պատում եմ։ Եթե նրանից ավել պահանջեցիր, նա սխալներ թույլ կտա։ Ցանկանամ, որ աշխատանքում ոչ մեկը սխալ մոտեցում չունենա աշխատողի կանոն, որ պիտի ճիշտ գնահատվեն աշխատանքի էությունը, ճիշտ գնահատվի մարդու կատարածը, եւ էլ եթե պետք է դիտողություն անել, խիստ ու ճիշտ դիտողություն պիտի արվի։ Սխալ դիտողությունը դա վնասում է մարդուն, վնասում է մեր աշխատանքին։ Իսկ ընտանիքում համերաշխությունը, խաղաղությունը։ Ընտանիքում համերաշխությունը, խաղաղությունը գերազանց բան է։ Առանց դրա ընտանիք լինել չի կարող երբեք։ Բացառված է։ Առանց համերաշխության ընտանիք լինել չի կարող։ Ես տարբեր ընտանիքների մասին գիտեմ։ Գիտեմ ընտանիքները, որոնք կինը իրեն ամուսնուն այնպես չի վերաբերում նրան հետ, ինչպես որ պետք է։ Կամ ամուսինը կնոջ նկատմամբ։ Էդ էլ կա, գիտեմ, տեսել եմ, շատ եմ տեսել։ Ոնց պիտի լինի, ճիշտը ո՞րն է։ Ճիշտը այն է, որ երկուսով էլ եթե ամուսնանում են, նրանք պիտի հասկանան, որ պիտի միասնական պիտի լինեն ամբողջ կյանքում։ Որ դավաճանելը, դա դավաճանություն է արդեն։ Որ իրար նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքը լավ չէ։ Ես այդ բանը, այդպիսի բան իմ հոր ընտանիքում, հորս ժառանգած ընտանիքներում չեմ հանդիպել։ Դուք էլ նույնը շարունակել եք, ձեր զավակներ շարունակում են։ Բնական է, ես էլ շարունակել եմ իմ հորի, հայրերի ավանդույթը, պապերի, ուսումնասիրել եմ նրանց պատմությունը, շարունակել եմ, մեկ կարող սխալ եմ ունեցել, սխալ մարդ գոյություն չունի, բայց ընդհանրապես լավ եմ հաշվառել հանգամանքները։ 10 հատ թոռ կունենամ, 19 հատ ծոր եմ ունեցել, խոան էլի, լավ են, թոռել եմ տեսել արդեն 2 հատ, թոռը։ Առաջիկայում է հարսանիք եք գնալու։ Առաջիկա հոկտեմբերի 27-ին գնում եմ եղբորս թոռան հարսանիքին։ Ամենաշատը որ թոռին եք սիրում, թե հավասար եք սիրում։ Եկ չես կարող ասել, բոլորին էլ սիրում եմ, բոլորին սիրում եմ անխտիր, բնական է, ինչ որ միտեղ են տան թոռները մեկեչ ինչ-որ, որ ամենուր քո կողքին են, նրանց նկատմամբ ինչ-որ մի փոքր ինչ-որ տարբերություն կա, բայց բոլորին եմ ես սիրել, բոլոր թոռներն իմ համար թոռ են, բոլորը իմ համար ծոր են, բոլորը լավն են իմ համար։ Մեխակ պապիկ, հարուստ մարդ եք դուք։ Ես հարուստ եմ, ես եթե փող չեմ ունեցել, չեմ էլ կուտակել երբեք, ոսկի չեմ ունեցել բացարձակապես, բայց ես հարուստ եմ, թոռներս, ծորներս, հարազատներս լավ են ապրել, կրթված են եղել, դա իմ հարստությունն է եղել, ես ամեն ինչ արել եմ, որ լավ լինեն նրանք, հիմա աշխատել ապրել են, դա նրանց կենթանի մնալը, առողջ լինելը, խելոքությունը և իմ քյուղի բոլորի խելոքությունը, ամեստությունը իմ հարստությունն է,